Ողջույն, վերջերս համացանցի հատկապես Արցախյան սեգմենտում սկսեց տարածվել մի նախաձեռնություն, որին վստահ եմ դուք էլ հանդիպել եք։ Սկզբում կարծես աննկատ, հետո ավելի ու ավելի ակտիվ տարբեր օգտատերերի էջերում սկսեցին երևալ նրանց կորցրած տների փոքրիկ մոդելները, մանրակերտերը։ Ինչպես են դրանք ստեղծվում, ինչպես ծնվեց այս նախաձեռնությունը, պատմելու է հենց ինքը գաղափարի ու նախաձեռնության հեղինակը, Արցախի Ճարտար քաղաքից բռնատեղահանված Իննարա Հայրապետյանը, բայց մինչ մեր զրույցին անցնելը շնորհակալություն եմ հայտնում YouTube-յան իմ ալիքի հին ու նոր բաժանորդներին, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, սիրով հրավիրում եմ եւ վերջապես անցնենք մեր զրույցին։ Բարև ձեզ, Իննարա, շնորհակալ եմ զրույցի հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, Նորա, ձեզ շնորհակալություն հրավիրելու համար։ Անխուսափելի հարցից սկսենք, ինչպես ծնվեց այս գաղափարը, ինչու որոշեցիք կորցրած տների փոքրիկ մոդելները պատրաստել։ Կարդոնով սկսել եմ մեր տունը սարքել երեխայի հետ, որպեսզի հիշողություններից չջնջվի։ Մի քանի անգամ փորձել եմ պլաստիլինով խնատ սարքելը, որպեսզի մոռանալ այս տոնը, բակը, հարևանի տները, ծառերը, ասենց սարքել ենք ես ու Արթուրը միասին։ Հետո մի օր որոշել եմ, ասացի կարդոնով հավաքեմ, թելերով կարդոնով, որպեսզի երեխայի չմոռանա, այս փոքրիկին էլ ցույց տանք տունը, տենց սարքել ենք ես ու Արթուրը, Վիկային էլ ենք նահաշ տվել, դե քանի որ Արթուր 3 տարեկան ա եղել Արցախից տեղահանվալուկ, Վիկան էլ մի տարեկան ա, որպեսզի հետո Վիկային էլ նահաշ տանք, մեր տունն այլել, մեր բակն այլել, հարևանի տունն ա։ Դի սարքալանք տոնը, համացանցում տեղադրամ մի թեթև տեսահոլովակ, փոքր թափով, հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել, հուվ ինժինեն չումա, իմ գործերս տոսածա, քանի որ ես արվեստի դպրոցում Ճարտարում 9 տարի դասավանդել եմ, կերպարվեստ, գծագրություն, ձեռքի աշխատանքներ, հուվ ինժինեն չումա, գիտելա ասում ա, հունցո պատվիրավ մեր տներն է սարքիք, բայց ես պատրաստ չմըլել, ասում չելի հունցը ես մեր խոխին հտ եմ սարքա, որպեսզի մոռանավ էջ մեր Արցախյան տունը, ես փոքրիկին էլ ցույց տալու հտ է, մի քանի օր անընդհատ նամակներ եմ ստացել, ահագին գրում էին, մեր տունն էր սարքի պատվերով, տենց սկսել եմ սարքելը պատվերով, առաջի տունը Ստեփանակերտից մի հատ տուն կար, սկսել եմ սարքելը, հետո դրան այդ մի տունը, որ սարքել ենք, տեղադրել ենք համացանցում, էլի շատ նամակներ եմ ստացել, մի 3 օր այդ նամակներին եմ պատասխանել միայն, տենց։ Մի փոքր պատասխանեցիք այդ հարցին, բայց ամեն դեպքում ինչու գաղափարը առաջացավ տեղահանումից մոտ 3 տարի հետո։ Ասացիք, որ երեխաներին հիշեցնելու խնդիր կար։ Երեխաներին հիշեցնելու խնդիր, որովհետև Արթուր 3 տարեկան ա եղել, որ տեղահանվել եք, ես նկատել եմ, որ ինքը արդեն բաներ կա, որ մոռացել ա, ցույց եմ տալիս հեռախոսով, ասում ա, այս ինչ ա, այս որտեղ ա, արդեն ինքն էլ ա մոռացել ինչ որ բաներ, տնից, տենց դրա համար ուղղակի սարքել եմ իրան ցույց տալու համար, այս փոքրիկին էլ ցույց տալու է, քանի որ Վիկան Երևանում ա ծնվել, ինքը ինչքան էլ ասես, մեկը լավ աչքով տեսնի, քանի անգամ ասենք, դրա համար տենց պատրաստ։ Իդեպ նշեցիք, որ սա ձեր մասնագիտությունն էր, լրացուցիչ ինչ որ վերապատրաստվելու, ինչ որ նոր բան սովորելու կարիք կար, թե իմացած գիտելիքներն ու փորձը բավական էին այդ աշխատանքը կատարելու համար։ Ամեն տոն սարքելավ ես սովեր եմ ինչ որ մի բան, ես
ավելի լվացնում գործերը, սկզբից այդքան լավ չի դար, ինչքան վեր մեհենք, ամեն տոն սրքելավ սվերում կաբուտը ավելի իմ լավացնում, ես էլ եմ զգում կողքից էլ են ասում վեր, ես մին տոնը, ես ինչ պենը սխալալալ կամ ճիշտ չիլալ, մենք ավելի դույզս գործանում, ոչ մի տեղից օգտվում չում, ես մենակ թողտը մատիտ գծում, հատակագիծա, մակետն եմ փոքր գծում ու տենց է սկսում սարքելը, մարդիկ օրինակ ասում են, շատ մարդ, որ ուզում է տոնը սարքե, իրաց նկարներ չունին, ասում է ես կամ ձեր տոն բացատիմ դու կամպյուտերը իրա հավաք է սարքե, ասում ես կամպյուտերը օգտվում չում, պատկերացում էլ չունիմ լիվեր կարելի է, ես տոնը տեսնում նկարը նաշնտամ, ինձ իրա լեսահոլովակներն ուղարկում կամ նկարներն ու տարբեր տեղերից, ես շուն, ես էլ չում գիտում հունց ստացվում, բայց ստացվում է, ու մի անգամից արդեն գիտում ես ինչ պիտի անիմ, հունց պիտի սարքիմ, թղթն իրա գծում, մի անգամից սկսում սարքելը, հետո ես ինձ հարցում դամ, ասում ես հունց ստացվա, ես էլ չում գիտում հունց ստացվա, բայց ստացվում է, ու շատ մարդեր կա, որ ասում է նկարներ չունի, ընդհանրապես նկարներ ու իլալա վերտի տներ եմ սարքա նկար չիլալ, իրանք բացատրան ինձ հեռախոսավ զանգավ, ես սարքամ իրանց տվա ու նման էլ պիսա եկա շատ, ասում եմ վեր շատ նմանը, բայց ես նկար տեսալ չում, պատկերացում էլ չիլա տոնը հունցալալ, ինք ինձ ասալա, ես մի պատը կուբիկա, ես մի պատը սվաղացա, երկու ակուշկայա և ուրովա սպիտակ, ու ես այդ ձևի հվական տվալ յանց, շատ գոհոն իրան։ Ու դժգոհություններ չկան։ դեր դժգոհություններ չկա, 17 տուն եմ սարքել, նամակետ եմ սարքել, դեսաղ գոհան եղել, շատերը Ամերիկայից, Ֆրանսիայից են պատվիրում։ Համացանցի միջոցով։ Համացանցի միջոցով։ Իսկ պատվերները ինչպես են ստանում։ Հայ փոստով ուղարկում եմ, մի քիչ ուշահասնում, բայց ոչինչ հասնում է։ Այսինքն օրինակ ունենք, որ արդեն հասել է նույնիսկ Ֆրանսիա։ Արդեն հասել է, այսօր էլ եմ մի հատ մակետ ուղարկել։ Իդեպ ովքեր են հիմնական պատվիրատուները Հայաստանից, Ռուսաստանից, թե Ֆրանսիայից։ Պատվիրատուները մեր արցախցիներն են, տարբեր երկրներում բնակվող, ավելի շատ Ամերիկայից, Ֆրանսիայից են, Մոսկվայից են պատվիրում։ Համացանցում նաև կարծիքներ եմ հանդիպում, որ տների մանրակերտերը ունենալը մարդկանց կարող է ավելի շատ նաև տխրեցնել, ամեն անգամ տեսնեն, հիշեն, տխրեն, ձեր պատվիրատուները ինչ կարծիքի են, մանավանդ, որ արդեն նշեցիք, մոտ 20 գործ արդեն հանձնել եք։ Ես էլ եմ շատ նամակներ եմ ստանում, որ տենց բաներ մի արեք, մարդիկ տխրվում են դրանից, շատ սխալ եք անում, բայց մարդիկ էլ կան, գիտում են, շատ ապրիս, ձերքերդ միշտի լալարինի, մեր Ղարաբաղցիները միշտ լավ խոսքեր են գորում, մարդիկ միաժամանակ ուրախանում են, միաժամանակ տխրվում են, հենց ինչքան էլ լացում են, ինձ թվում է վերջում ուրախանում են։ Ամեն դեպքում որոշողը պատվիրատուներն են, ինչպես են նրանք ձեզ գտնում ու ինչպես կարող են նրանք ձեզ գտնել։ Պարզապես էջին գրելով, էջում ինչ-որ գրառումներ կատարելով։ Էջին գրում են, շատերը հեռախոսահամար են ուզում, որ մի անգամից զանգեն, շատերը զանգում են, մի անգամից տենց պատվիրում են։ Շատերը գրում են, այնքան շատ անամակները, որ չեմ էլ հասցնում։ 3-4 օր նստած մենակ նամակներին եմ պատասխանում, գիշեր-ցերեկ, որ հասցնեմ, այնքան աշատ ասելու չի։ Իդեպ գաղափար չկա, որ բացի տները, նաև Արցախի եկեղեցիները կամ ճանաչված այդ կառույցները
մակետի օրինակ որպես վերցնել ու կարծես պատվիրատուները այդ դեպքում ավելի, այսպես ասենք, եւ չեզոք կլինեն, եւ ավելի շատ պետք է որ լինեն։ Հա, եկեղեցիներն են շատ ուզում, ավելի շատ ամարասն են ուզում, Արցախի ամարասը, Գանձասարը, կա, եկեղեցիներ կա, ուղղակի նրա ժամանակը չի հերթով սարքելով գալիս են, հենց Իդեպ ձեր վարպետությունը տեսնելով այդ հարցը անխուսափելի է, ցանկություն չունեք նաև ինչ-որ արվեստի կենտրոնում աշխատանքի անցնել, նաև ձեր փորձը երեխաներին փոխանցել, պարտադիր չի, որ անպայման Արցախում մնացած տները կառուցեն, տների մակետները կառուցեն, այլ ինչ-որ համենայն դեպս ձեռքի աշխատանքների որոշակի փորձ ու աշխատանքի որոշակի փորձ նշեցիք, որ ունեք։ Մի քանի տեղ դիմել եմ արվեստի դպրոցներում, դե ասացին, որ պետք է որ զանգեն աշխատանքի ընդունվելու համար, բայց քիչ ժամով, մի 4 ժամով, 4 ժամն էլ ինձ թվում է շատ է քիչ։ Փաստորեն, սա հաշվի առնելով կարող ենք ասել, որ այդ հոբին այսօր նաև ձեր հիմնական զբաղմունքն է։ Հա։ Երեխաների հետ տանը ճիշտ է փոքր է տարածքը, մի քիչ դժվար է, թե հոգեպես, թե ֆիզիկապես, բայց շատ է պատվերները, մարդիկ այնքան են խնդրում, գալիս են արդեն մեր տուն են հասնում, կողքից նստում, բացատրում են, մինչև ես գծում, սարքում։ Բայց կարևորը ստացվում է։ Հա։ Ստացվում է։ Երեխաների հետ դժվար է։ Դե հուսով եմ մեծ տարածք կլինի, ավելի մեծ գործեր կանեմ, շատ եկեղեցիներ կպատրաստեմ Արցախյան։ Եղավ, շնորհակալություն զրույցի համար, Ինարա, ու հաջողություն ձեր հետագա նախաձեռնություններում։ Ձեզ շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ այսօր զրուցեցինք Արցախի Ճարտար քաղաքից բռնատեղահանված Ինարա Հայրապետյանի հետ։ Այսքանն ենք նախատեսել, համբույր եղեք ու մի քիչ էլ զգույշ, կհանդիպենք։